Ով կմտածեր, որ Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մարտիկ պաշտպանը, ապաշնոր կանվանի նույն Փաշինյանի աներձակին։ Պարոն Հակոբյան, Հրաչյա, դուք ինչի միլիոնատեր չեք։ Ապաշնորի մեկն եք, էլի, դու ապաշնոր իշխանություն եք։ Մարդը վարչապետի աներձակը լինի ու միլիոնատեր չլինի։ Ինչեր ասես, որ չի անի Ռուբինյանը, որ համոզի հասարակությանը։ Գրփել, չրփել են նախկին ղեկավարները, հարստացել ընտանիքներով։ ՔՊ-ն ոչ չրփող է, Թաթիկները կտրում ենք, հատ։ ոչ էլ գրփող։ Աննա Գրիգորյան։ Ամբիոնին է մոտենում Աննա Գրիգորյանը, իշխանության կոռուպցիայի մեջ թաթախված լինելու օրինակներով։ Ստեփանավանի ԿՊ-ական համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ով կազմակերպություն էր հիմնադրել 2018 թվականին եւ հետո քաղաքապետ դառնալուց հետո իր կազմակերպությունը սկզբում փոխանցել է իր դստերը եւ հետո կնոջը 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ։ Պետական բյուջեից $550,000 են տվել Փաշինյանի հեղափոխության մասին գիրք գրած Վարդան Ազատյանին։ Ահա նա, որ փողը ըստ Գրիգորյանի ստացել է գաղտնի ընթացակարգով, ինչ որ վերլուծություններ կատարելու համար։ Հովանավորչություն, չեք լսել նման բան։ Ըստ Գրիգորյանի բազմաթիվ են օրինակները, երբ փաշինյանական օրերի պաշտոնյան օգնել է հիմնել մի ընկերություն, որտեղ պաշտոն է ստացել պետական պաշտոնը թողնելուց հետո։ Ուրեմն պետ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ունենալով կոնկրետ լիազորություններ, կոնկրետ իրավասություններ, իր կառավարման օրոք Պիտակների, դրոշմապիտակների բիզնեսը մոնոպոլ դիրքով տրամադրում է մի կազմակերպության եւ հետո պաշտոնը լքելուց հետո գնում եւ զբաղեցնում է այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Պետական պաշտոնի օրերին մասնավոր պաշտոն օժի դնելու մի պատմություն էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանի անվան հետ է կապվում։ Դաստակերտի հանքավայրի օրինակն է, որը տարբեր սխեմաներով մի ձև հայտնվում է Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովանես Հովանիսյանի մտերիմ անձի ձեռքում եւ Հովանես Հովանիսյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, իր պաշտոնավարումից հետո, տկեն փոխնախարար լինելուց հետո դուրս է գալիս եւ գնում է այնտեղ բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում, հա ինչ որ գծով տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Արդարադատության նախարարությունը դեռ 2021 թվականին 173 միլիոն դրամ է վճարել Հարմոնիա ընկերությանը սնանկության էլեկտրոնային համակարգ ունենալու համար։ Այդ համակարգը մինչ օրս չի գործում։ Չի դժգոհում ՔՊ-ն։ Շատ հարմոնիկ են Հարմոնիայի սև գործի հետ։ Գումարը վատնված է, ծրագիրը չկա։ Ծափ հանրային հեռուստաընկերությունում Պետրոսի բանի մոտ ծափաշատ հաղորդաշարերում ծափերը բավականին թանկ են արժենում։ Տարեկան 12 միլիոն դրամ արդեն 5 տարի։ Վարձատրում են տաղավարում նստած մարդկանց ծափ տալու համար։ Հանրայինի տասնյակ միլիոններ արժեցող ծափերը ապահովում է Individuum Casting ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավականու ՔՊ խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։ Նկատում են դիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ օրենքն էլ հետևյալն է, եթե սխալվում եմ ուղղեք ինձ, էլի, որ 1 միլիոն դրամից ավել, եթե գնում է կատարվում, անպայման դա պետք է մրցույթով իրականացվի, բայց այստեղ մրցույթ չեմ տեսնում։ Կոռուպցիան պոզով փոչով ալնում։ Ախր ինչ ասի Վահե Մկրտչյանը, որի թեկնածությունը մրցութային հանձնաժողովը առաջարկել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Մկրտչյանը աշխատել է Երևանի կենտրոն թաղապետարանում, որտեղ շատերն այսօր անցնում են տարբեր քրեական գործերով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը գնումների հետ կապված թույլ է տալիս մեկ անձից գնում կատարել, կախված հրատապությունից։ Ծափերը չի կարա հրատապ լինի, էլի։ Փաշինյանի իշխանության օրերին ծափերը կարող են եւ հրատապ լինել, եւ խտրական։ Ասում են, ծերերի ծափերը ավելի էժան գնով են առնում, քան երիտասարդներին։ Դրանց մեջ էլ է տարբերություն դնում։ Եվ այսքանից հետո ասել ՔՊ-ական իշխանությունը կոռուպցիոներ չէ, կոռուպցիոներ նախկիններն են։ Ծխելը սկսել եմ ձեր իշխանության օրոք։ Եվ ծխելը կթարգեմ, որ դուք իշխանություն չլինեք։ Հիմա իմիջիայլոց ծերնում է շաբաթներով չեմ ծխում, հետո քարորիայից հետո սկսում եմ ծխել։ Պարոն Դանիելյան, հարմար արդարության ես էլ մեր իշխանության օրոք թարգել եմ ծխել, հենց որ 0-0։ Չէ, ինչ ոչ ոքի, երբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնել է այս իշխանության սրտի օլիգարխ համարվող Նարեկ Նալբանդյանը կամ Վիգեն Սարգսյանի տունը,
նախկին պաշտպանության նախարարի կալանքի տակ դրած քնիչը մի օրում, երկու օրում կամ մի ժամվա ընթացքում բացում է եւ մյուս Վիգեն Ալեն Սիմոնյանի մոտիկ Վիգեններից մեկը Վիգեն Բադալյանը այդ տունը չի գնում է Կամ էլ ՔՊ-ն իրավունք ունի ասելու իրենց իշխանության գալուց հետո падգամավոր վայ օլիգարխները մնացել են անցյալում։ Այն այդ մարդկանցից մեկը որ ստե նստած էր հիմա ձեր գլխին զոնտիկ է պահում Ձեզ համար 4-րդ կարգի ցորենա բերում դուք էլ գնում եք հետո հատիկ սելֆի եք անում Այդ չի Կամ այն մյուս օլիգարխը հանրապետական իր տղան հիմա ձեր մարզպետը չի Եվ ի վերջո ՔՊ-ականները այդում են ասում հարստանալու հարցում ապաշնոր Ապաշնորի մեկն եք էլի դու Հրաչյա Հակոբյանին, որ 2024 թվականը սկսել է 7, ավարտել 8 անշարժ գույքով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրն է դա հաստատում։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։